ջուրը, խոսենք հիդրատացիայի մասին, մեծ կարևորություն ունի օրգանիզմի վերականգնման գործում, երբ մեզ լավ չենք զգում, առաջին բանը որ անում ենք, մեկ բաժակ ջուր ենք խմում։ Խոսենք ջրի գործոնի մասին, ինչու է այն կարևոր, որքան պետք է խմել եւ ինչպես է այն օգնում։ Տեսեք, ջուրը մասնակցում է գրեթե բոլոր հորմոնալ եւ կենսաքիմիական գործընթացներին եւ հորմոնների կարգավորման հարցում շատ կարեւոր դեր ունի, ինչպես նաեւ արյան մակարդակն է կարգավորում, ճնշման մակարդակի կարգավորում, լիարժեք քանակով ջրի օգտագործումը օգնում է, որ մենք այտուցներ չունենանք առհասարակ։ Հիմնական դերը դրանում է կայանում ջրի, ինչ վերաբերվում է ինչ քանակով ջուր օգտագործել, քանի որ ձմռանը մենք մի փոքր ավելի քիչ ենք ջուր օգտագործում, ցանկալի է, որ գոնե գարնանը սկսենք միջինում 1.5-ից 2 լիտր ջուր օգտագործել, իհարկե լիարժեք ցուցանիշը կախված է նաև մեր մարմնի զանգվածի ինդեքսից եւ յուրաքանչյուր անձի համար մի փոքր անհատական է, կախված օրգանական խնդիրներից, այտուցների առկայությունից, ճնշման տատանումներից, յուրաքանչյուրի համար մի փոքր անհատական է ջրի բաժինը։ Բայց կարծես թե ջուրն ավելանում է գարնան գալուն հետ, նաև մեր օրգանիզմում ընդունելու չափաբաժինը։ Այո, ցանկությունն է ավելանում ջրի օգտագործման, այսինքն ծարավի զգացողությունը մի փոքր մեծանում, այդ առումով մի փոքր ավելի շատ է պետք օգտագործել, չջրազրկվելու համար իրականում։